Բարի լույս սրտեր, երեք ծաղիկներով նկարդրեցի, շնորհակալություն հայտնեցի ծաղիկների համար, բայց ժողովուրդս մտածեց, որ իմ ծննդյան օրն է։ Ժողովուրդ ջան, ծննդյանս օրը չի։ Ես ծնվել եմ փետրվարի 22-ին։ Բայց ինչևէ, ուզում եմ ասեմ շնորհակալություն ջերմ խոսքերի համար։ Ես էլ ձեզ եմ սիրում, շատ։ Մտել եմ դեսից դենից կարճ իմ մտքերը արտահայտեմ, բայց մի հատ շատ կարևոր թեմա կա, Կտրիշ Ներսիսյան, ուզում եմ իրան անդրադառնամ։ Ուրեմն նախ սկսեմ մեր Վարդավառից։ Իհարկե ժողովուրդս վրդովվեց, որովհետև Ռուսաստանից մի հատ պուտան կա, նստել էր իմ ազգիներ վիրավորում, ու ես հուսամ, որ քննչական կոմիտեն կզբաղվի լրիվ վաստակով, որովհետև երբ որ քաղաքական ինչ-որ մեծամասնության 700-800 հազարի ասում են թուրք, ժեղ, անուղեղ եւ այլն, դա քրեորեն պատժելի չի, ցավոք սրտի, բայց հայ ազգին կպնելը դա քրեորեն պատժելի է, այսինքն ազգերին, կրոնին կպնելը դա քրեորեն պատժելի է, այնպես որ քննչականը ստեղ գործ ունի անելու, ես չգիտեմ արել է թե չէ, բայց ես սպասում եմ, որպեսզի քննչական կոմիտեն կպնի իր գործերին, որովհետև եթե մենք թույլ տանք, որ ինչ-որ մի համբալ գա մեր պետություն ու մեր ազգին վիրավորի, մեր տոնը, ամենասիրված տոնը վիրավորի, ուրեմն սա կլինի շարունակական, ու ամեն մի փալաս, ամեն մի ռսի կոց կարա ուրեմն գա մեր երկիր, մեր ազգին վիրավորի, սա անթույլատրելի է, ես գտնում եմ, որ այս լրիվ վաստակի հարցերը պետք է լուծի քննչական կոմիտեն, այլ ոչ թե մենք բլոգերներս հելնենք, սրան մի հատ ծխենք ու գնանք, չէ, օրենք գոյություն ունի, խնդրում եմ կիրառեք այդ օրենքը, եկեք ես օրենքը չասեմ, որ հոտվածնա, լավ գիտեք, էսի սենց։ Ինչ հասնում այն համբալներին, այն թումբաններին, որ ընկել են Նիկոլի հետևից, թեվա անելու գործ չունի, հելելա սարերով աման գալիս։ Նախ առաջինի այդ մարդը հանգստանում է, որը իրավունքը ունի։ Ինքը պետք է վայելի իր հանգիստը առանց ձեզ, առանց ձեր կարծիքի, առանց ձեր տուֆտա մտքերի։ Հա, իդեպ խորհուրդ տամ, դուք էլ մի քիչ հայրենասեր եղեք, ասենք ձեր հանգիստը վայելեք Հայաստանի Հանրապետությունում։ Մի քիչ ճանաչեք էլի ձեր երկիրը։ Թե չէ հելնում եք գնում եք Դուբայներով, Մուբայներով, ասենց ֆրֆռում եք, այս մարդուն էլ ձեռ եք առնում, որ հելլասարերով, այո, հելլասարերով, ինքը իր երկիրն է հետազոտում, ինքը իր երկիրն է վայելում։ Ինքը իր երկիրն է սիրում։ Հաբա ձեր նման կներեք էլի, որ չի գնում, ես իմ որ երկրներ միլիոններ չի խաղում կազինոյում ու կրվում։ Համբալներ, չեք էլ ամաչում, արա, հելնում եք եշեշ դուս եք տալիս։ Ասենք ձեր երկրի պետության ղեկավարը հելելա ձեր իսկ երկրում ու առողջ կյանք է ցույց տալիս, առողջ կյանք է վայելում։ Ոչ ծխում է, ոչ խմում է, հելելա սարերով, այդ դժվար ճանապարհներով անցնում է, որ հասնի այդ գագաթներին, հելել եք էշ դուս եք տալիս։ Հապա ձեր նման պետք է մի հատ սիրած խփեր թևի տակ, այդ արտերկիր մի 7 միլիարդ դոլար էլ կրվեր, հետո գար ձեր վզին դներ, այ ժամանակ ճիշտ ղեկավար կլներ, չէ։ Ինչքան տուֆտա եք դուք, լավ անում, նայեք ու սուսուփուս, այն որ ասում է, ծրպի моя красавица։ Ես մի անգամ մի զինվորի հարց տվեցի, ոնց ստացվեց, որ դու քո կյանքում որոշեցիր զինվոր դառնաս, այսինքն քո կյանքը նվիրեց բանակին, հայրենիքին։ Ի սկզբանե ասեց, որ նման միտում չի ունեցել, բայց երբ որ ծառայեց տարբեր հատվածներում հայրենիքի, ճանաչեց իր երկիրը, ամեն մի թուփը, դրանից հետո ինքը որոշեց, որ իր սիրտն ու հոգին, իր մարմինը տալու է երկրին։ Այսինքն ճանաչելով սեփական պետությունն ու երկիրը, նրա ամբողջ գեղեցկությունը, նա որոշեց, որ պետք է ծառայի իր սեփական երկրին։ Ու sense մի բան էլ ասեց, sense ինչ որ մի բան կոտրված է մեր ազգի մեջ, չի կարա մարդը, որ իր կյանքը նվիրում է իր երկրին, աղբն է դի։ Ոսկյա բառեր ասեց, ոսկյա, ես այդ բառերը անդադ զնգում է իմ ուղեղում, շատ ճիշտ բան ասեց, այնպես որ խորհուրդ կտամ, ծանոթանաք ձեր սեփական երկրի հետ, հետո նոր գնաք Դուբայներ, Մուբայներ, մեկ ճանաչեք ձեր երկիրը, որպեսզի գոնե մի քիչ սիրեք, մենակ ոչ կենացներով, տուֆտա դուս տալով, հայրենասիրության այդ պաթոսախեղտ անելով, այլ գործով, ոնց որ այդ զինվորն է անում, ոնց որ Փաշինյանն է անում։
Իսկ հիմա անցնում են տուտեքին, ովքեր ասում են, «Ոայ, քրիստոնեական մեր տոնը, հələ տեսեք հնդիկները ոնց են պարում, իրանց հələ տեսեք ոնց են պարում»։ Չէ, հասկանալի է, որ դուք ամեն պարի մեջ կարող եք սեքս տեսնեք, որովհետև շեղված եք այդ հողի վրա։ Դա զգացվում է, էլի, ձեր նամակներից է զգացվում, ու ձեր նամակներից նաև երևում է ինչքան այլասերված շեղված եք, էլի, ասենք մամա, պապա, ասենց խմբակային ինչ-որ գործողություններ է տեղի ունենում ձեր ընտանիքներում, էլի, դե պարզա որ հնդիկի պարը ձեր աշկին սեքս կերևա, ըհը։ Բայց մի հատ հարց եմ ուզում տամ, ասենք, այդ ոնց է ստացվում, որ հեթանոսական այս մեր տոնը դառավ քրիստոնեական, են տրնդեզներ սարքիկ իբր քրիստոնեական, ու տենց լիքը հեթանոսական բաներ ունենք, թե մենք հեթանոս ենք եղել, ալո, գարաժ, մենք մինչ քրիստոնեություն ընդունելը հեթանոս ենք եղել, հայ ենք եղել, ջոգի, առանց եկեղեցու, հայ ենք եղել, պատկերացնալի է, հա, հիմա ես ուզում եմ հասկանամ, այս կտրիչ է, որ կա, այս բռնապետը եկեղեցու, ասենք ինքը տեղյակ է, որ իր ժողովուրդը вообще գիտելիք չունի այդ առումով, հա, դե իրան էդի չի երաշխում, ընդհանրապես, ընտրություններից առաջ մենք տեսանք կտրիչը, իր եզառաստը Մոսկվայի, ինչ գործողություններով էին զբաղված, ինչերով էին զբաղված, ու հիմա էլ ներքին սենց մի հատ կռիսական խմբակ է ստեղծում Հայաստանից դեմ։ Չէ, մենք գիտենք, կտրիչ, դու ինչ պլաններ ունես, ուզում ես սենց մի հատ սրբադասվես, չէ, չի ստացվելու, դու նվաստ, չոք ես քայլելու ես ազգի դեմ։ Մենք հիշում ենք, դու ինչեր արեցիր ընտրություններից առաջ, ինչ քայլերի գնացիր։ Շատ լավ եմ հիշում, անգամ այս ճանապարհների, Վրաստանի ճանապարհի մասով, մեր ապրանքների մասով, ինչ ներդրումներ ունես դու։ Ամեն ինչ պարզ է, թե քո Սամոյի արածները, թե քո արածները, ամեն ինչ պարզ է։ Ես սպասում եմ, որ իմ ղեկավարությունը վերադառնա իր հանգստից ու արդեն կպնի պետական աշխատանքներին, ու այդ ժամանակ ես պահանջելու եմ, որ քո նման պիղծը ի վերջո լքի մեր եկեղեցին, որովհետև դու իրավունք չունես անգամ մտնելու աղոթելու այդ եկեղեցուն, այդ հնադարյան եկեղեցիներում, որոնք վստահեցին քեզ, իսկ դու պաղծեցիր ոնց կարողացար։ Մենակ այն, որ դու մտար քաղաքականություն ու սկսեցիր խառնել ես պետությունը, քանդել ներսից ես պետությունը, դու աշխարհի ամենապիղծ հոգևորական զգեստ կրողն ես։ Ու դու քեզ նման դաստիարակել ես քո կողքիններին։ Դու ամեն ինչ ես արել, որ այդ եկեղեցում ոչ մեկ հանկարծ գլուխ չբարձրացնի որպես հոգևորական, որ հանկարծ ոչ մեկ որպես հոգևորական չգնահատվի ժողովրդի կողմից։ Շատ լավ եմ տեսնում, թե դու ինչեր ես անում։ Հուսամ, որ այս եկեղեցիները ամբողջովին լրիվ գրանցվելու է կրթության բալանսին, կրթության նախարարության բալանսին, որպեսզի նախ առաջինը պետությունը հետևողական լինի մեր հնադարյան եկեղեցիներին, որոնք հողի տակ են գնում, այդ խաչքարերը հողի տակ են գրում, եթե տեղերը չգիտես, աննասուն կարամ տանեմ ցույց տամ։ Եվ երկրորդը, որպեսզի տեր հայրերը աշխատավարձ ստանան պետությունից ու ազատ լինեն, որ քեզ մերժեն հանգիստ խղճով։ Իսկ հիմա ներկայությամբ կախման մեջ են քեզանից, որովհետև դու հայ ազգին պատկանող ամեն ինչը սեփականաշնորհել ես ու վստահ եմ, որ մի օր էլ աղջկատ կկտակես։ Բայց մենք քեզ թույլ չենք տա նման քայլեր անես։ Ուստի ես հուսամ մեր պետությունը ամբողջովին քո ձեռից կվերցնի, քեզ էլ կասի Աշոտյան եղի, հասկացար, իսկ այն որ դու միտում ունես սրբադասվես, հույսդ կտրի արա, քեզ անգամ մատով կպնել է զապադլոյա, այսքանը։ Մի բան էլ ավելացնեմ թեմայից դուրս, ուրեմն Գառնիում էի, այնտեղ դիջեյներ էին հավաքվել, շատ հետաքրքիր լազեր շոու էր, շուտ է եկել, մեքենաս մոտիկ կանգնացրել, որպեսի հեշտ մուտք ու ելք անեմ։ Ու այդքան ժողովրդի մոտ, մի հատ կովիտը ռուսիկ իմ մեքենայից պոկելա իմ Հայաստանի Հանրապետության քարտեզը։ Մարդ ինչքան ճղճին ոչնչություն պետք է լինի, որ պոկի այն քարտեզը, որի վրա քայլում է։ Ուրեմն լսի այ փարչակ։ Ես քեզ մի բան ասեմ, դու զգուշ եղի։
որովհետև իմ հողը քեզ չի ներելու։ Դու ընդհանրապես ղեկին որ քշում ես, 40-ից ավել չքշես, որտեվ հաստատ ինքդ քո գլուխը ուտելու ես։ Ես քեզ ասում եմ, դու չես մարսելու։ Դու որ իմ քարտեզը իմ մեքենայից փոկել ես, դա նախ առաջինը իմ գույքն է, դու իրավունք չունեիր կպնեիր իմ մեքենային։ Երկրորդը, ես գիտեմ դու ով ես։ Ես քո հետևից չեմ գալու։ Իմ երկիրն է քո հետևից գալու։ Իմ հողն է գալու քո հետևից։ Դու շատ կերազես, որ ես քո հետևից գամ, որտեղ դու էժան կպրծնես, հասկանում ես։ Ես չեմ գա քո հետևից։ Քո հետևից կգա իմ հողը։ Իմ հողի հոգին։ Ու դու զգուշ եղի, որտեղ դու ծռվելու ես։ Քո լավը ծռվելու է, ու ես այդ մասին իմանալու եմ։ Այսքան ժամանակ ոչ մեկ չի մարսել, ով ինձ ցավացրել է։ Ու դու ինձ ցավացրեցիր։ Դու ինձ շատ մեծ ցավ պատճառեցիր։ Դրա համար պատրաստվի, որտեղ գլխիդ եսիմ ինչ է գալու։ Դու իրավունք չունեիր կպնեիր իմ մեքենային, առավել եւս Հայաստանի Հանրապետության քարտեզին, ոչխար, որի վրա դու քայլում ես։ Այդ թուրքի վաստակ, այդ թուրքի շինված, այս իսկական թուրքի շինվածը դու ես, որ ղզղնում ես այդ քարտեզից, որ վատանում ես այդ քարտեզից։ Դու ես հողը չես մարսելու։ Այս հողը քեզ այն պրիշիկի նման դուս է շպրտելու։ Այն էլ ոնց։ Բա։ Ժողովուրդ ջան, եթե հանկարծ նակլեկա քարտեզ ունեք, խնդրում եմ, նվիրեք ձեր բլոգերին, մերին։ Ես առանց իմ քարտեզի շատ վատ եմ ինձ զգում։ Ու այդ այլանդակը, այդ անգրագետը անգամ չէր տեսել այն փոքրիկ մասնիկը թողելա, բայց բուն Հայաստանս պոկե շպրտելա։ Չասեմ ինչի վաստակա, արդեն հասկացաք։ Այսքանը։